Բարև ձեզ, դուք դիտում եք Բանաձև նախագիծը, մենք շարունակում ենք մեր ամանորյա օտոնական թողարկումները եւ զրուցում ենք մարդկանց հետ, որոնց առաջին հերթին դուք կցանկանայիք տեսնել, զրուցել եւ հյուրընկալել։ Եվ այսօր Բանաձևի տաղավարում կլինի Արտուր Աբրահամը, աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ, որը իդեպ 2012-ին մեծ հաղթանակով վերադարձավ նորից բռնցքամարտ, համառոտ տեղեկանքից եւ գովազդից անմիջապես հետո ճշտենք թե որոնք են Արտուր Աբրահամի 2012-ի ամենամեծ նվաճումները եւ առճակած ծրագրերը 2013-ի համար։ 32-ամյա Արտուր Աբրահամը ծնվել է Երևանում, հետո տեղափոխվել Գերմանիա, որտեղ շարունակել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան հանդես գալով որպես Արտուր Աբրահամ։ 2005-ից 2009 թվականներին բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով եղել է միջին քաշային աշխարհի չեմպիոն, կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009-ից հանդես է գալիս գերմիջին քաշում։ 2009-ի ավարտին The Ring ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի 14-րդ լավագույն բռնցքամարտիկ։ Նա մասնակցել է Super 6 World Boxing Classic մրցաշարին, որը մրցույթ էր երկրորդ միջին քաշային դիվիզիոնում բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Մրցաշարի խմբակային փուլի առաջին մարտում Աբրահամը նոկաուտով պարտության մատնեց Ջերմեյն Թեյլորին, սակայն անզգուշությամբ որակազրկվեց Անդրե Դիրելի հետ մարտում։ Ընդհանուր առմամբ նա տարել է 36 հաղթանակ, 28 նոկաուտ եւ 3 պարտություն։ 2012-ին Գերմանիայում Աբրահամը Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում պաշտպանեց գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը։ Արտուր Աբրահամի չեմպիոնական բանաձևը։ Եվ այսպես տիկնակ եւ պարոննայք Բանաձևի տաղավարում է Արտուր Աբրահամը, բարև ձեզ Արտուր։ Բարև։ Նախ առաջի հարցը ինչու որոշեցիք վերադառնալ բռնցքամարտ մինչև այդ եւ ձեր գրած պարտություններից հետո գրեթե չկայք բոքսային կայքերում եւ այսպես ասած մեր բռնցքամարտիկյան լուրերում եւ դա անսպասելի էր բոլորի համար։ Չէ, ես միշտ եղել եմ եւ ճիշտ է 2.5-3 տարի առաջ ունեցա մի պարտություն։ Բայց դրանից հետո ես արեցի 4 մենամարտ եւ հաղթեցի եւ նորից դարձա աշխարհի չեմպիոն, այնպես որ երկար ժամանակ ես 2 մենամարտից հետո այստեղ չէի եկել Հայաստան եւ այս անգամ որոշեցի, որովհետեւ ժամանակս ներեց, որոշեցի գալ Հայաստան եւ նոր տարին անցկացնել Հայաստանում, որովհետեւ ես դառա եւ սուպեր միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ինձ համար շատ հաճելի է, որ այդ հաղթանակս իմ ուրախությունս իմ հայրենիքում, իմ ընկերների, իմ հարազատների համար հետ նշեմ։ Ընդհանրապես ասում են, որ բռնցքամարտիկի համար, այսպես ասած, վերադարձը եւ առաջի հաղթանակը կարող է եւ շատ լուրջ, այսինքն համարյա նույնը ինչ որ սկսել կարիերան 0-ից եւ երկրորդը կարող է շատ լուրջ մոտիվացիա լինել, որպեսզի նորից շարունակել։ Ինչպիսին էր ձեր համար այդ հաղթանակը Շտիգլիցի նկատմամբ։ Ճիշտ այդպեսին, որովհետեւ մեկ առաջին մենամարտն է շատ վրթովազնում, երկրորդը որ ինչ որ մի պարտություն ես գրել ու դրանից հետո նորից վերադառնում ես ու հաղթում ես ու նորից դառնում ես աշխարհի չեմպիոն, դա շատ մի ուրիշ զգացմունք է, որովհետև այդ ամեն ինչը հեշտ չի տրվում, դրա մեջ մտնում են շատ քրտնաջան աշխատանք, մի շատ արուն, որը իհարկե արուն է ստապում, որ այդ բարապունքներին որ հասնես այդ քո նպատակներին, այտենց հեշտ չի այդ ամեն ինչի հասում, հեշտ ասում ենք, բայց դա տարիների քրտնաջան աշխատանք է եւ մտքերի խաղացում, որ միշտ երազում ես հայցնել այդ օրվանը, որովհետեւ եթե մի բան ուզում ես ու չկա, ավելի ես ձգտում ու ես տենց եմ, ես սպասում եմ այնքան եմ ձգտում, ինչեւ որ իմ ուզածին հասնեմ, երբ որ հասնում նոր արդեն հանգիստ եմ։ Շտիգլիցի հետ նախապատրաստվելիս մենամարտին, որն էր խնդիրը, որպեսզի չեմպիոն դառնաք, թե որպեսզի մարզավիճակի վերադառնաք, տեսնեք, այսինքն դուք մենամարտի հասկանալի է, որ առավելագույնը, այսինքն իդեալական պլանը դա հաղթելն է, բայց մարզումների ժամանակ որն էր հոգեբանական նախապատրաստվածությունը։ Իհարկե բոլորը միասին, չի կարելի մեկը մյուսից առանձնացնել, որովհետև եթե առանձնացնես, ուրեմն հաղթանակի չես հասնի, եւ հաղթանակին հասնելը, եւ ճիշտ տակտիկայով մենամարտելը, եւ տեխնիկապես լավ բռնցքամարտ ցույց տալը եւ սխալներ չանելը ընդհանրապես, որովհետեւ եթե ռինգում մի փոքր սխալ անես, ապա հակառակորդը կօգտվի քո սխալից ու կարող է շատ վատ հետեւություններ թողել։ Դրա համար պետք է այնպես անել ռինգում, որ ոչ մի վարքյան սխալ թույլ չտաս, հակառակորդի սխալներից օգտվես։ Կա Բուատլայի եւ Շտիգլիցի միջև տարբերություն։ Իհարկե, Բուատլան Շտիգլիցի պես Շտիգլիցը 3-4 տարի էր աշխարհի չեմպիոն էր, նա շատ ուժեղ տղաների էր հաղթել։ Բուատլան դեռ աշխարհում առաջի 15-ի մեջ էր եւ նա պայքարում էր, որպեսզի դառնար աշխարհի չեմպիոն։ Շտիգլիցը 2 գլուխ Բուատլայից բարձր էր, դրա մասին խոսք չկա։ Սակայն իմ հաջորդ մենամարտը լինելու է նորից Շտիգլիցի հետ, որովհետեւ մենք պայմանագիր ունենք
եւ պայմանագիր ենք կնքել մինչեւ մենամարտելը շուտվանից, որ մենք ես հաջորդ մենամարտս կլինի ապրիլի 6-ին կամ մարտի 30-ին թե 31-ին կլինի Ռոբերտ Շտիգլիցի հետ, որովհետեւ մենք արդեն պայմանագրով որոշել էինք։ Որ մենամարտն է ձեր համար ամենաբարդ է եղել։ Իմ համար բարդ մենամարտներ շատ են եղել։ Այն մենամարտը, որ այդ դրանից հետո, ռինգից հետո դու ոչ թե զգում ես ցավ կամ հոգնածություն, այլ մի տեսակ հոգեբանական մաշվածություն այդ լարվածությունից։ Ֆու, էս ինչ էր։ Այդ ինձ թվում է 2006 թվականի սեպտեմբերի 23-ն էր, որ իմ ծնոտը ջարդվել էր, այդ ժամանակ ես այդ ցավը զգացի, որ ասենք էս ինչ էր ու ինձ համար շատ ծանր էր, որ այդպես ջարդված ծնոտով 8 ռաունդ մենամարտեցի։ Այդ իմ համար շատ ծանր մենամարտ է, բայց ես ճիշտ անկեղծ ասում եմ, բոլոր մենամարտերները շատ ծանր են, որովհետև երբ որ աշխարհի մակարդակով մենամարտում ես, այդտեղ արդեն հեշտ կամ թույլ բռնցքամարտիկներ կամ սպորտսմեններ ինձ թվում է չկա ոչ մի սպորտաձևում կան առավելություններ, բայց թույլեր չկան, եթե ինչ որ մի փոքր ուշադիր չլինես, ապա այդ ժամանակ շատ մեծ կորուստ կապրես։ Ես վստահ եմ, որ դուք ունեք ձեր խաղերի ձայնագրությունները, որն եք ամենահաճախը նայում։ Սովորաբար նայում եք նրանք, որտեղ որ դուք լավ եք ելույթ ունեցել, թե նրանք, որտեղ որ ճիշտ հակառակը վատ եք ելույթ ունեցել։ Չէ, վատերից ընդհանրապես էլ չեմ նայում, որ դրա մասին չհիշեմ, բայց ես վատերից սովորել եմ, որ այդ սխալները չկրկնեմ։ Ու այդ իմ մեջ արդեն իմ ուղեղի մեջ տպավորվել է, որ ես այդ սխալը չպետք է թույլ տամ, վերջ։ Այդ իմ մեջ կա։ Իսկ ես միշտ նայում եմ վերջին երկու մենամարտերս ու փորձում եմ իմ սխալները, ես չեմ նայում այդ ժամանակ հակառակորդից։ Ես միշտ նայում եմ ինձ վիդեոների ժամանակ, ես միշտ նայում եմ ինձ, որ ես իմ սխալները գտնեմ։ Ու տենց կամաց մարզիչիս հետ փորձում ենք այդ սխալները, այդ մանրուքները, որ մենք թույլ ենք տվել, ուղենք։ Բայց ճիշտն ասած չի լինի տենց մենամարտ, որ սպորտսմենը սխալ թույլ չտա, որովհետև դու չես դու մրցում ես մարդու հետ, ոչ թե տանձիկի հետ, այնց որ սխալներ լինում են, չես կարող սխալներ թույլ տալ, բայց փորձում ես քիչ լինեն։ Արդյոք դուք, եթե չեմ սխալվում, վերջերս ճանաչվել եք Գերմանիայի լավագույն մարզիկ։ Չէ, լավագույն բռնցքամարտիկ։ Լավագույն բռնցքամարտիկ։ Եվ վստահ եմ, որ ձեզ Գերմանիայում ճանաչում են, ձեզ նաև ճանաչում են Հայաստանում։ Կա տարբերություն, թե ինչպես են վերաբերում սիրելի մարզիկին այնտեղ Գերմանիայում եւ այստեղ Հայաստանում։ Այդ հարցում երկու տեղում էլ շատ հարգանքով են վերաբերվում, երկու տեղում։ Դե հայկական տաքարյունությունը, ջանջիգարը, դա ավելի ինձ համար ավելի հարազատ է։ Գերմանիայում էլ են շատ լավ վերաբերվում, շատ հարգանքով, շատ շնորհքով, միշտ պատվում են, բայց հայկականը մնում է հայկական, որովհետև Հայաստանի տրադիցիան լրիվ ուրիշ բան է, չի կարելի համատել Եվրոպայի հետ։ Ես Հայաստանում զգում եմ իմ տանը։ Եվրոպայում ինչքան ինչ ուզում ես եղի, ճիշտ է, ճանաչում եմ, բայց դա քոնը չի։ Ինչպես ես դիմանալու ամանորի դիետային, որտեղ ես ընդհանրապես հիմա դիետա չեմ անում, ես եկել եմ որ դիետա չանեմ, ես դիետա արել եմ, նոր եմ եկել, որովհետև մրցումներից առաջ ես 2 ամիս, 2.5 ամիս սկսում եմ արդեն իմ դիետան, իմ պլաններով ուտել, իմ պլաններով խմել եւ հիմա Հայաստանում ես միշտ իմ սիրած բաներն եմ ուտում եւ այտենց դիետա ես շատ անկեղծ շատ էլ չեմ ուտում, բայց դիետայի կարիք չունեմ։ Մեր բռնցքամարտի դպրոցը ձեր կարծիքով բավականաչափ ավանդույթներ, մարզիկներ եւ սաներ ունի, որպեսզի այսպես ասենք բռնցքամարտիկներ արտահանենք արտասահման եւ ունենանք չեմպիոններ։ Թե այնուամենայնիվ դա դեռ կայացած չէ եւ ձեր եւ օրինակ Վիկտոր Արչինյանի կենսագրությունները ավելի շատ բացառություններ են, որ գալիս են հաստատելու օրինաչափությունը։ Ոչ, ես վստահ կասեմ, որ մենք Հայաստանում ունենք շատ լավ, ոչ թե լավ, այլ շատ լավ բռնցքամարտիկներ։ Այդ կոռեկտությունից դրդված եք ասում, թե իսկապես դա է։ Իսկապես եմ ասում, որովհետեւ ես գիտեմ ինքս ես մարզվել եմ, այդտեղ մենք ունենք շատ լավ աշակերտներ, բայց կա տարբերություն տրեյներների։ Տարբերությունը իհարկե կա, տրեյներներն էլ պետք է ավելի շատ փորձ ձեռք բերեն դրսում եւ մարզիկներն էլ պետք է դրսում ձեռք բերեն, բայց ունի մի համակարգ, ինչ է փորձ։ Որ մասով օրինակ մարզիկների մրցման փորձեր, որպեսզի որ մի անգամ գնում ես մրցմանը, ճիշտ է, լավ չի ստացվում, հետո հետս գալիս, մեկ էլ պետք է 1 տարի հետո գնաս, այդպես չի լինի։ Ոչ մի սպորտսմենի մոտ ամեն ինչ աշխարհի չեմպիոն թեև թենիսի եւ շախմատի պարտվում են եւ հաղթում են։ Ինչքան շատ ես գնում, այնքան փորձը շատանում է, այնքան ավելի լավ ես լինում։ Բայց մենք ունենք արդեն աշխարհի չեմպիոն տվեցինք այս տարի երիտասարդները, դա մեծ արդյունք է։
Օլիմպիադայում արդեն մի քանի մասնակիցներ ունեցանք 4-5-րդ տեղերը գրավեցին։ Գիտեք, մեր մոտ դա զարգացած է, չի կար։ Մենք փոքր պետություն ենք, 3 միլիոն ենք։ Չինաստանում ընդհանրապես ոչ մեկ, Չինաստանը 1 միլիարդը ոչ մի հոգի չտվեց, բայց մերոնք գոնե 1 հոգի տվեց։ Երեխաները, որ մեծանան դառնան Արտուր Աբրահամ, դրա համար ինչ պետք է անեն, գնան Գերմանիա։ Դե ինձ թվում է, եթե ուզում են բռնցքամ պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվեն, կարևոր չի գնան Գերմանիա, կա մի քանի պետություններ՝ Գերմանիա, Անգլիա, Ամերիկա։ Ինչից սկսեն կամ որն է կարևորը, որ օրինակ դուք խորհուրդ կտայիք երիտասարդներին, որ այսա ամենահանգուցայինն է քո կարիերայի համար։ Ամենակարևորը, որ չընկճվել միշտ մարտվել, թե դժվարությունները պիտի անցնես։ Իմ կյանքում էլ հեշտ չի եղել ամեն ինչը, եղել են վերև, ներքև եւ դա կարևոր չէ, պետք է հաղթահարես, որպեսզի գնաս առաջ, պետք է դու ինչ-որ մի ցել ունենաս, որ ասած ես ուզում եմ հասնեմ այս ինչ բանին, ես ուզում եմ գնամ Ամերիկա։ Երբ որ մենք sense խոսում ենք, իրականում դա վստահ եմ ձեր մոդելը է այդպես եղել, որ երբ որ ասում են, որ պետք է գնաս քո նպատակին հասնելու համար, չնայած դժվարությունները, իրականում դա նաև շատ լուրջ ինքնանվիրում է եւ շատ լուրջ նաև հոգեբանություն է, չկոտրվելը։ Ինչպես դա ձեզ հաջողվեց։ Ես միշտ նպատակ եմ ունեցել, որ դառնամ աշխարհի չեմպիոն։ Իմ նպատակը դա է եղել։ Հետո մեր ծնողները մեզ տարել են Գերմանիա, սկսել ենք շատ փոքր ակումբում մարզվել, 15 հոգանոց ակումբ, շատ փոքր, երևի այս տաղավարի չափ, անկեղծ եմ ասում, մի քանի հատ տանձիկ կար կախած եւ մարզիչ ու տենց ու մենք ձեռնոցները ճղած, մի խոսքով Ինչպես եղավ այդ դե տենց կամանց հետո սկսեցինք բոքս սովորել, հետո կամանց գնացինք փոքր մրցումների 50 այն ժամանակ մարկ էր, 50 մարկ փող էին տալիս, մեզ ուրախանում ենք, 16 տարեկան էինք։ Տենց կամանց սովորում ես, դե բա կամանց մի անգամ հաղթում ես, մի անգամ պարտվում ես, բայց նպատակը տարիներ հետո այդ արդյունքն է։ Ու տենց մենք մարզվեցինք, եկանք Հայաստանում նույնպես մարզվեցինք, ես եղել եմ Հայաստանի բազմակի չեմպիոն, պարապել եմ Ենգի Բայանի անվան դպրոցում, մինչև այսօր էլ այնտեղ եմ եւ Հայաստանի հավաքականում եմ եղել եւ անդադ մարզվել եմ, եղել են պարտություններ, եղել են հաղթանակներ, բայց ես միշտ իմ նպատակն է եղել, որ ես պրոֆեսիոնալ ռինգում դառնամ աշխարհի չեմպիոն եւ դրա համար որոշեցի մեկնել մի պետություն, որտեղ այդ համակարգը դրված է արդեն եւ այնտեղ կարելի է այդ աշճանի այդ մակարդակի սպորտսմեն դառնալ։ Դուք ձեզ համարում եք նաև ապահովված մարդ, որպես հաջողակ մարդ։ Այո, ֆինանսապես։ Այո։ Իհարկե, ես ֆինանսապես շուտվանից եմ ապահովված եւ ես եթե մենամարտում եմ, ես չեմ մենամարտում ֆինանսի համար, ես մենամարտում եմ, որտեղ ես դա սիրում եմ, բայց ֆինանսականը ինձ թվում է բոլորիս համար կարևոր է եւ դա մեր ապրելու միջոցն է, ինձ թվում է, եթե դու լավ սպորտսմեն ես, այդ ժամանակ ֆինանսականը ավտոմատ գալիս է եւ մի բան էլ ավել է գալիս, դրա կարիք ընդհանրապես էլ չես զգում։ Արտուր, դուք չեմպիոն եք, դուք հաջողակ մարզիկ եք եւ դուք ապահովված մարդ եք, երբեք ամուսնանալ։ Եկող տարի կամուսնանամ։ Արդեն կա ընտրյալը։ Կա ընտրյալը։ Ճիշտ է, որ մեր գործընկերներից է։ Դրա մասին կարիք չկա խոսալու, դրա մասին չեմ ուզում խոսել, կա ընտրյալը եւ կտեսնեք 2013 թվականին։ Շատ բարի։ Եվ արդյոք հետևում եք Հայաստանում ինչ է կատարվում քաղաքից։ Մենք 2012-ը շատ թունդ քաղաքական տարի էր, այսպես ասած շատ բուրն էին կրքերը։ Ձեզ համար դա հետաքրքիր է, որովհետև դուք անհանգիստ եք Հայաստանի համար, թե նաև որովհետև դուք հետաքրքրվում եք քաղաքականությամբ։ Ես հետաքրքրվում եմ իմ ամբողջ Հայաստանով, ոչ թե միայն քաղաք։ Ես հետաքրքրվում եմ եւ Հայաստանի սպորտով, եւ Հայաստանի քաղաքականությամբ, եւ Հայաստանի եւ Արցախի հարցով, եւ ցեղասպանության հարցով։ Ինձ ամեն մի փոքրիկ հարց հետաքրքրում է։ Ես ամեն օր կարդում եմ Հայաստանի այդ կարևոր ցանցերը, Facebook-յան էջերը։ Մի խոսքով ես ամեն ինչն էլ հետաքրքրում է Հայաստանում, որովհետև ես այստեղ եմ ծնվել մեծացել։ Դե Facebook-ում ակտիվ եք, պատասխանում եք ինքներդ։ Ես ունեմ Արտուր Աբրահամ Facebook-ային էջ, մոտ արդեն 35,000 մարդ կա այնտեղ։ Հա, էջը։ Հա, էջը։ Եվ այնտեղ նամակներ են գալիս եւ ես ունեմ իմ անձնական էջը, որով ես ուղղակի դա չէ ուրիշ անունով, ուղղակի այդ ժամանակ ես տեսնում հարազատների հետ կապելու համար։ Ասացեք, խնդրեմ, Facebook-յան կա գրառում, որ ձեզ օրինակ այս վերջերս զարմացրեց, որ ցես նայեցիք ինչ է ձեզ էլ ուղղված ու ասացիք վաու։ Այո, գրառումներ եղել են մենամարտից հետո ես փշաքաղվեցի մի շատ կին մի լավ բանաստեղծություն էր գրել։
ու մինչև այսօր հեռախոսից մեջ ես դա կոպիա եմ արել եւ պահել եմ հեռախոսից մեջ, ինձ շատ հուզիչ բանաստեղծից Հայաստանից Ամերիկայից էր այդ կինը գրել էր, հետո որ Ամերիկայից էր ու հայ կին, տենց շատ հուզիչ, ինձ իմ մարմինը փշաքաղվեց ու ես այդ բանաստեղծությունը պահեցի ու ինձ համար շատ հաճելի էր դա եւ ես նրան պատասխան շնորհակալություն։ Իդեպ հայ երեխաների համար որպես այսպես ասած ռոլ մոդել, հա, որպես օրինակ շատ հաճախ ռոկի մասին ֆիլմերն են ծառայել, արդյոք դուք դիտել եք այդ ֆիլմերը։ Այո, իհարկե։ Ու դա արդյոք ձեր համար նույնպես եղել է այդպես ներշնչանքի առարկա։ Բոլորիս համար ինձ թվում է դա այտենց ուղղակի նայում ես եւ հոգեպես ինչ որ կոմոդ ինչ որ զգացմունքներ ես զգում եւ ինձ թվում է բոլորիս մոտ է դա եղել, իհարկե։ Եվ ինչպես եք սիրում ամանորը նշել Երևանում կամ Հայաստանում, կա ինչ որ ավանդույթ, օրինակ, չգիտեմ, ընկերներով գնալ բաղնիկ սաունա կամ հայտնի ֆիլմի պես կամ չգիտեմ, օրինակ հունվարի 1-ին, օրինակ մեր ընտանիքում կանոն էր հունվարի առաջի օրերին հարիսա ուտել։ Մեր օպերատոր Կարեն Սիմոնյանն օրինակ խաշ է ուտում հունվարի առաջի օրերին, ձեր մոտ ինչ կա։ Մենք հունվարի առաջի օրերին մենք ընտանիքով, բարեկամներով, հարևաններով, բոլոր մոտիկ մարդկանցով հավաքվում ենք մեր պապական տանը։ Այնտեղ դա Երևանում է։ Երևանում ես ապրում եմ ներքին Չարբախում, այո։ Մինչև այսօր էլ ապրում եմ մեր պապական տանը, որտեղ ես այնտեղ սիրում եմ։ Եվ բոլորս հավաքվում ենք բոլորս միասին եւ այդ օրը իրար գրկախառնվում ենք ու ապարում ենք, ուրախանում ենք, նվերներ ենք տալիս, նշում ենք նոր տարին։ Ինձ թվում է նոր տարին տնից լավ տեղ չկա ուրիշ տեղ նշելու ինձ համար։ Ես շատ եմ սիրում, դրա համար էլ եկել եմ, որ ես մեր տանը նշեմ։ Ես կարող եմ ամեն տեղ նշել, ռեյվ ռեստորանում եւ ակումբում եւ այլն, բայց ինձ համար դա հաճելի չէ։ Ինձ համար հաճելի է իմ ամենալավ, իմ ամենահարազատ մարդկանց հետ նշել եւ տանը նշել։ Արտուր, շնորհակալ եմ հարցազրույցի համար եւ հարցերին պատասխանելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք աշխարհի չեմպիոն Արտուր Աբրահամի հետ։ Մենք ամփոփեցինք Արտուրի տարին, որը ի դեպ շատ հաջողակ ավարտուն եղավ, ինչպես հայտնի է, անցած տարի Արտուրը նորից դարձավ WBO վարկածով աշխարհի չեմպիոն, հաղթելով Ռոբերտ Շտիգլիցին։ Մենք զրուցեցինք նրա ապագա ծրագրերի մասին, պարզվեց 2013 թվականին երկու մեծ իրադարձություն է սպասում։ Առաջինը նա հանդիպելու է կրկին Շտիգլիցի հետ Գարնանը, մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ, եւ երկրորդը պարզեցինք, որ Արտուր Աբրահամը վերջապես հաջողակ կարիերայից, մարզական կենսագրությունից եւ ֆինանսական ապահովությունից հետո վերջապես կամուսնանա ում հետ եւ երբ մանրամասները մարզիկը աշխատեց պահել ավելի հնարավորինս մասնավոր, դե ոնց ուզում ալի դեղի մամուլուս կիմանանք, որտեղ նրանք ամենահասեն։ Հայտնի է որ Արտուրը ունի իր Facebook-յան էջը, որտեղ որ արձագանքում է օկտատերերի գրառումներին եւ պարզվեց, որ նաեւ մեկ գրառում նրան շատ էր հուզել Շտիգլիցի հաղթանակից հետո, երբ որ մի ամերիկահայկին նրան նվիրել է բանաստեղծություն։ Եվ նաեւ որ Արտուր Աբրահամը շատ ընտանեկան է, ապրում է նոր ամանոր դիմավորելու է տանը, ծնողների եւ հարազատների հետ եւ կարծում եմ, որ ամանորը իսկապես ընտանեկան տուն է, հետեւաբար այն պետք է նշել տանը, ես նա այդ ամբողջությամբ համաձայն եմ։ Սա բանաձև նշանակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։